Նոցից երացրած ջուր լցվում է վրաս։ Լացում եմ ասում ինչի փչացեցին իվանակն գալիս։ Սիրտս։ Ողջույն սիրելի հետևորդներ ջան, այսօր շատ լավ լուր եմ բերել, շատ ուրախ եմ, այս ուրախությունը իմ մոտ արդեն տևական ժամանակ է, բայց այսօր քանի որ ձեր հետ եմ կիսվելու, ոобще ուրախ եմ։ Ուրեմն, դեկտեմբերի 19-ին, Քայթյանի ծննդյան օրը, ես գնում եմ տոմս դեպի Չինաստան, որպեսզի փետրվարին գնամ Չինաստան։ Ու ես ոչ մեկի չեմ ասում այդ մասին։ Ոչ Քայթյանին եմ ասում, Չինաստանում ոչ մի բարեկամի, ոչ մի ընկերոջ այդ մասին չեմ ասում։ Այդ ժամանակ ինձ հաջողվում է այդ տոմսը գնեմ դժվարությամբ, որպեսզի Քայթյանը չիմանա ոչ մի կերպ։ Հետո արդեն պետք է մտածեմ, թե գնացքի տոմսը ինչպես գնեմ, որովհետև Սինձյանից դեպի մեր քաղաք Լինֆեն պետք է գնայի գնացքով։ Ինքնաթիռի ժամերը չէր համընկնում, համ էլ գինը բավականին բարձր էր։ Մտածեցի, որ ավելի լավ է այդ մի օրը Սինձյանում կորցնելու փոխարեն նստեմ գնացքի համար դանդաղ հանգիստ համել ավելի մատչելի գնամ։ Մի խոսքով այդ ժամանակ մտնում եմ, որ գնացքի տոմս առնեմ, առաջի անգամ ինքնուրույն պետքա չինական ծրագրով, վիչհատով պետքա տոմս գնեմ Չինաստանի ներսում, այսինքն Սինձյանից մինչև Լինֆեն։ Նախ շատ վախենում էի, որովհետև մտածում էի կարող է ինչ-որ բան ինչ անեմ, չգիտեմ գումարը քաշի տոմսը չլինի, մի խոսքով խնդիրներ լինեն, բայց ռիսկի դիմեցի, մտա որ գնամ այդ տոմսը ու տեսա, որ չեմ կարող գնամ, որովհետև Չինաստանում տոմսերը ճամփորդության օրվանից 15 օր առաջ են բացվում, իսկ մինչ այդ կարային ուղղակի բուք անեինք։ Ես մտա բուք արեցի տոմսերը, մի հատ Ուրումչի դեպի Թայվան, մի հատ Թայվան դեպի Լինֆեն, մեր քաղաք։ Առաջինը պետքա տևեր 25 ժամ, որը գնալու էի քնած, երկրորդը պետքա տևեր ժամ 20 րոպե արագ 42 поездն, հանգիստ իմ համար նստած կգնայի։ Ինչ ասեմ ժողովուրդ ջան, մեծ ոգևորությամբ անակնկալ եմ պատրաստել, նույնիսկ ուրախ եմ, որովհետև մամաս չէր կարա Քայթյանին ասել, իրանք իրար լեզու չեն հասկանում, չգիտեր ոնց ասեր, որովհետև մամաս այն մարդկանցից է, որ գաղտնիք պահել, չգիտի, մանավանդ տենց ուրախալի գաղտնիք, ինքը մի անգամից կզանգել ու կասել, բայց քանի որ իրանք իրար չեն հասկանում, մամաս չի ասում, ընկերուներս էլ չեն ասում, այդ մնում է գաղտնիք։ Ես շատ ոգևորված, որ արդեն պատկերացնում եմ իմ անակնկալը ոնց է տեղի ունենալու, ես ինքնուրույն հասնելու եմ տուն, պատկերացնում եմ, թե ոնց եմ իրան ապելու դուրս կանչեմ, ասեմ դուրս արի։ Խոսքով իմ համար սցենարներ եմ կինոյի մտածում, ոնց եմ մտնում, երեխաներիս անակնկալ անում, շատ ոգևորված։ Իսկ Քայթյանին ինչ էի ասել, ես իրան ասել եմ, որ քննության օրերը դեռ պարզ չի։ Ինքը անընդհատ հարցնում է, չինական նոր տարուն գալու ես, թե չէ, կարողանալու ես հարմարացնես, թե չէ։ Ու ես ասում եմ, ես դեռ չգիտեմ, որովհետև իմ քննության օրերը, եզրափակիչ քննությունները փետրվարին է, քննության օրերը պարզ չի, ես չգիտեմ կստացվի իմ գալը, թե չէ, ոնց էր թաքցնում էի, դու արդեն վերջին օրերներ չէի կարող ասել, որ քննության օրերը դեռ պարզ չի, հունվարի վերջ էր արդեն, ասեցի քննության օրերը պարզվել է, վերջին քննությունները ամսի 16-ին է, ասեցի, բայց առայժմ ինձ տոմս մի առ, քանի որ չգիտեմ էլի միգուցե լուծար կընկնեմ 16-ին քննությունը տամ հաստատվի որ ստացել եմ նոր իմ համար տոմս կգնես ու կգամ չնայած որ արդեն 17-ին Չինաստանում նոր տարի է բայց դե ոչինչ կգամ նոր տարու կեսերին կհասնեմ կամ նոր տարուց հետո կհասնեմ իսկ Չինաստանում նոր տարուն ամբողջ ընտանիքով հավաքվել է դա մեծ ավանդույթ է պարտադիր այսպես ասած չգրված օրենքների մեջ է բոլորը սպասում էին դա նույնիսկ իմ Չինաստանի հարթակի հետևորդները անընդհատ գրում էին իսկ զառա գալու ես նոր տարուն Չինաստան թե ոչ մի խոսքով բոլորը սպասում էին ու ես դες թաքցնում էի իմ անակնկալը մինչև այն պահը երբ որ Քայթյանը իմացավ ուշակեք ոնց իմացավ 1 2 3 ուշակեցիք դե ասում եմ տեսեք ճիշտ եք ուշակել թե չէ Նայեք ուրեմն, քանի որ իմ գնացքը փետրվարի կեսերին է, փետրվարի 1-ից արդեն բացվեց տոմսերի վաճառքը ու ես ամբողջ գիշեր չեմ քնել, որովհետև Չինաստանի ժամով առավոտյան 8:30 բացվում է տոմսերը, մեր մոտ գիշերվա 4:30 է, ու ես չեմ քնել, Լիդուշն էլ հետս չի քնել, ու մենք սենց ստարտի սպասում ենք, որ հենց բացի արագ-արագ գնենք, տոմսերը բացվում է, ժողովուրդ, երևի չգիտեմ քանի վայրկյան է տևում, ու չկա տոմս, ընդհանրապես ոչ մի տիպի տոմս չկա, որովհետև այդ ընթացքում նոր տարի է, այնտեղ բոլորը ամեն մեկը իրանց աշխատավայրից գնում են հետ իրանց հարազատ քաղաք, իրանց
հարազատ գյուղ ու ահա որ վիճակա, ոչ մի տիպի տոմս չկա, հիմա հովատ չեմ, ինձ իսկում ինչ անեմ, սպասում եմ 1 օր, սպասում եմ 2 օր, այնտեղ գրաբինգ անում, այսինքն պետքա որսա համակարգը տոմս, եթե ազատվի, սպասեցի, 2 օր սպասեցի, էլ չի կարող, մի օր գիշերը, ոնց որ քունս չէր տանում, բռնեցի ամսի 2-ներ, փետրվարի 2-ներ, ոնց որ արդեն 3-ներ գնում, բռնեցի, մտա, տեսնեմ այլի տոմս չկա, առաջի գնացքի, այսինքն Ուրումչիից դեպի Թայվան, այդ գնացքի տոմսը չկա ընդհանրապես, այն մեկն էլ չկա, ստիպված մտնում եմ, ասում եմ ջանդամ, պարկած չկա, ես էլ կառնեմ նստած, ու մտա տեսա, գոնե փափուկ նստարանով լիներ, այն կոշտ նստարանով տոմս կար, ասեցի ոչինչ, կարևորը ես հայտնվեմ գնացքի մեջ, ընթացքում եթե տեղ լինի գումար կավելացնեմ կփոխեմ, ու տենց ես առա 25 ժամ կոշտ նստարանով, ասենք որ սենց սկամեկայի նման է, որտեղ նստում են 1, 2, 3 հոգի, սենց շատ քիփ իրար ու դիմացնել, սենց պուճուրիկ սեղանը դիմացնել էլի 1, 2, 3, մի խոսքով շատ նեղ վիճակ, ու ես առել եմ այդ տոմսը, բայց այն մի տոմսը հետ չեմ տվել դեռ։ Այդպես այն մի տոմսը հետ չեմ տալիս, որպեսզի մարդս կարող է համակարգը որսա, հնարավորություն լինի քնել գնացքի մեջ, ոնց որ պլասկարտ են ասում, հա, հնարավորություն լինի, ավելի լավ, բայց ամեն դեպքում իմ հանգստության համար ես գնում եմ այն մեկը, ուրեմն պլասկարտը 500 քանի յուան է, մոտ 25-26 դրամ, իսկ այն մեկը նստովին մոտ 15-16 դրամ է, հետո ժողովուրդ ջան, առավոտ արթնանում եմ ու ինչ, հայցենի ինձի նամակ ա ուղարկում, որտեղ սկրին ա արել, որ իրան SMS ա գնացել, որ ես առել եմ տոմս, միած ձեզ եռացրած ջուր լծվում ա վրես, հիմա չգիտեմ ոնց ասեմ իրան, ոնց ցրեմ, ոնց խոփեմ, ոնց թաքցնեմ, էլ չգիտեմ ինչ անեմ, մի զանգելա տեսազանգով խոսում ենք, ցած անում, այս տոմս ես առել, ու ես դրանից մի օր առաջ իրան զանգում եմ, ասում եմ, գիտես քայթեն, ասում եմ, ընկերուհիս ուզում ա տոմս առնի Չինաստանում, բայց չգիտի ոնց են առնում, ասում եմ, հնարավոր է որ տոմս չլինի ընդհանրապես, որտեղ իրանից ճշտում էր, էլի վախեցել էի արդեն, այդպես հարցեր են տվել իրան, ինձ ասում եմ դու տոմս ես գնել, ասում եմ, չէ, ես տոմս չեմ գնել, ուղղակի մտել եմ իր համար, նայել եմ ընկերուս համար տոմս էի նայում, կարող է պատահական գնել եմ, սենց հանում։ Արա, արագ հետ տուրել է այդ տոմսը, ասում եմ, դե հա, հետ կտամ, մեկ էլ ասում եմ, հա, հետ եմ տվել, սենց հանում։ Չէ, հետ չես տվել, եթե հետ տաս, իմ մոտ գերեվա որ հետ ես տվել դու այս տոմսը։ Ու ես չեմ կարող ծիծաղս չեմ կարող պահեմ ու ինքս ես անում, դու չլնի տոմս ես առել, դու չլնի գալիս ես, ասում եմ, հա, գալիս եմ, ասում եմ, ինչի եմ լացում եմ, ասում եմ, ինչի պչացեցին իմ անակնկալս ես անում, բայ կներես, ասում եմ, ես էլ ոխը շատ անկեղծ եմ, տեսել էի, պետք է քեզ չասեի, որ տեսել եմ, ու տենց իմ անակնկալը պչանում, ժողովուրդ պատկերացնում եք, ես ամիս ու կես ոգևորվեմ, պատկերացնեմ, սցենարներ գրեմ, վիտոգ է, ամեն ինչ հոդս ցնդավ։ Հիմա Կատյանն ասում եմ, դե լավ գունա երեխեքին մի ասա, որ գալիս եմ, ինքն էլ այդ ժամանակ գործուղումից հետ էր գնում տուն։ Ու այդ օրը ձուն ա գալի, երեխեքը ասում են, պապա, ձուն ա գալի, այսինքն մենք նոր տարի ենք նշելու։ Միլան ասում է, եթե նոր տարի ենք նշելու, ուրեմն մաման գալի ա։ Ու զանգել է ինձ Միլան ասում է, մամա դու գալի ես, չէ՞ նոր տարի ենք նշելու։ Ասում եմ, միր ինչ գիտես որ գալու եմ, ով ա ասե։ Ասեցի անում, մամա ախր դու գնալուց ասեցիր որ նոր տարում գալու ես։ Ոչինչ ասեմ չեմ գալու, ոչինչ ասեմ գալու եմ, ասում եմ, հա, միլ, ասում եմ, մաման նոր տարում կգա։ Ու տենց իմ անակնկալը փչացավ, բայց ճիշտ է մի քիչ տխրեցի, որ իմ գրած սցենարները չստացվեց, բայց դե ոչինչ, կարևորը այն ուրախությունն եմ հիմա զգում, որ ես պետքա գնամ հասնեմ տուն, իմ երեխաների ցանկությունը կկատարվի, իմ ցանկությունը կկատարվի, որ ես նոր տարվան իրենց հետ կլինեմ, չինական նոր տարվան։ Այնքան ուրախ եմ, այնքան ոգևորված, այդ ուրախության հետ մեկտեղ ժողովուրդ իմ մոտ մի թեթև ստրես է, որովհետև ինձ թվում է ես անընդհատ վազում եմ ինչ-որտեղ, անընդհատ շտապում եմ, դաժե իմ խոսալը, եթե նկատել եք, ես անընդհատ շատ արագ եմ խոսում։ Նույնիսկ իմ վիդեոների, իմ սթրիմերի ժամանակ, նույնիսկ իմ դաս պատասխանելու ժամանակ ես այնքան արագ եմ խոսում, որ ինձ թվում է դիտողը ինձ չի հասկանում ուղղակի։ Եթե տենց խնդիր կա, խնդրում եմ դուք էլ անկեղծացեք, գրեք մեկնաբանություններում, որովհետև ես սիրում եմ, որ մարդիկ ինձ ուղղում են, բայց տեղին, եթե անկեղծ են էլի իմ հետ, որովհետև ես ինքս կողքից ինձ չեմ տեսնում ու գուցե խնդիրներ կան, որ պետք է ժամանակին դեմն առնել։ Այսօր նախավերջին օրն է Հայաստանում,
ես վաղը պետքա թռնեմ, վաղը նաև առավոտյան ես քննության եմ, պետքա գնամ համալսարան քննության, հետո գամ, իմ իրերը դնեմ, ես ոչ մի բան դեռ չեմ դրել, ոչ մի բան չեմ առել, ճիշտ է ինձ շատ բան չի մնացել գնելու, որովհետև իմ ընկերները, իմ հարազատները լիքը համով բաներ են դրել իմ հետ, որ ես տանեմ Չինաստան, ինձ համարյա բան չի մնում գնելու, բայց դե ամեն դեպքում պետքա վաղը գնալ սուպերմարկետ, առևտուր անել, գալ, վեշերը դնել ու ապրիտում հիմա ես որ այս վիդեոն նկարում եմ ժամը 6-ն է ուղիղ, երեկոյան 6-ն է ու ես դեռ չեմ պարապել իմ վաղվա քննությանը, որը բավականին բարդ է, բացի դրանից քանի որ իմ մասնագիտությունը, իմ սիրած մասնագիտությունը չի, իմը չի, ինձ մի քիչ բարդ է տրվում, ես ավելի շատ ջանք եմ ներդնում, ես հիմա համ վիդեոներ ունեմ նկարելու, նայեք համ իմ YouTube-ի վիդեոն պետք է նկարեմ, համ Քայթինի YouTube-ի վիդեոն պետք է նկարեմ, որ շատենք իր հետևորդները իր լսարանը չինական լսարանա, որպեսզի ինքել տեսնեն, համ story-ներ պետք է անեմ, համ կարճ վիդեոներ պետք է նկարեմ, չգիտեմ, համ պետքա պատրաստեմ, որովհետև հնարավոր է վիդեոների մեջ նկատել եք, որ մազերս ահավոր ձևի սպիտակել եմ, մազերս ներկեմ, լավը եղունգներս հասցրեցի, գնացի, արեցի, մի խոսքով լիքը բան կա անելու ու ես վազում եմ, չգիտեմ, ինձ թվում է ոչ մի տիպի ինձ ժամանակը չի հերիքում, ձեր մեջ կա մարդ, որ այդպիսի զգացողություն ունի, որ ժամանակը ոչ մի կերպ չի հերիքում։ Այսքանը սիրելիներս, շատ ուրախ եմ, մի հատ այսպես թեթևացա, որ ձեր հետ կիսվեցի այս լավ լուրով։ Հաջորդ վիդեոյում հավանաբար ձեզ ցույց կտամ, թե ինչ եմ ես Հայաստանից տանում Չինաստան, երբ որ գնում եմ, ինչ չկա Չինաստանում, կամ ինչն է Հայաստանին ավելի համեղ։ Խոսքով կտեսնվենք հաջորդ վիդեոյում, շատ ուրախ եմ։ Չմոռանաք բաժանորդագրվել իմ ալիքին, որովհետև շուտով միասին գնալու ենք Չինաստան ու արդեն այնտեղից կկիսվեմ մեր չինական առօրյայով։ Կարող եք համենալ Instagram-ում ինձ թվում է ճանապարհից story-ներ ավելի շատ կանեմ։ Լավ մնացեք, սիրում եմ ձեզ։